Hi guys, այսօր բոլորով իմ առևտուրն ենք դասավորելու, այսօր կշրջեմ էկրանը կտեսնեք ու պատրաստելու ենք ընթրիքի համար իտալական խոհանոցից մի քանի հեշտ բան։ Սա իմ առևտուրն է, այստեղ ունենք Panoի Lamaggioի խմորները, շատ լավ։ Այսօր այս ջարդված խմորով սարքելու ենք պիցցա։ Այստեղ ունենք կանաչեղենի տեսակներ, համարյա ամեն օր ես ամբողջը առնում եմ, որովհետև մենք շատ ենք ուտում, չիփսեր, ևս մեկը ամենավատ երշիկը, որը մենք շատ ենք սիրում, բայց մեր համար մեկ է, զեղչովաման, մանանեղ, ոնց տեսնում եք, ռուկոլա, այստեղ պանիր ունենք, այստեղ ունենք սերուցքային պանիր, շատ եմ սիրում, հեսա այսօր մի հատ հետաքրքիր բան կսարքեմ, ճիշտ այսի առել եմ փորձարկելու համար, որ եթե օրինակ բրուսկետայի համար հաց չեմ ուզում օգտագործեմ, արդյոք սրանց վրա համով կլինեն, թե չեմ, ու դրանց լիքը խառը բաներ, այս էլ պամիդորներ են, շատ քաղցր են ու սրանք ծախում են մի խանութում, ասած, որ այդ խանութ չեք ուզում մտնեք առաջին հայացքից, բայց իրանք այնքան անուշ հոտ ունեն ու այնքան քաղցր են, որ մենք մեկ անգամից վերջացնում ենք այս երկուսը։ Հիմա այս ամբողջը կդասավորեմ սառնարանում ու կսկսենք։ Շատ կարևոր փաստ, ես ինչ-որ բան, երբ որ սկսում եմ անել, ամանլվանալը եւ այլն, պարտադիր YouTube-ից ինչ-որ բան եմ դնում նայեմ, որտեվ ես ընթացքում ձանձրանում եմ, երբ որ կողքից ինչ-որ ձայներ չեն գալիս, սենց օրինակ կիսաբաց լուսամուտներ եւ այլն։ Կընտրենք մի բան, կողքի վրա կդնենք, կգնա ու ընթացքում կպատրաստենք։ Հիմա կանաչիները լվանելու ենք, դասավորենք կտորի վրա, միացրեցի, սա դնում եմ մի կողմ, ուրեմն կտրտելու ենք, դնենք կարմիր պղպեղը, լոլիկը, սխտորը, կանաչին եւ վերջ։ Բարի այս սրանք ես շատ ուսյա։ Ուտում եմ միշտ։ Որ լան է։ Քթով եմ անում, ինչ անում եմ։ Առաջին են, հետո են, իրար հետ հիմնականում չեմ անում, չեմ կարող ասում խի։ Գնաց։ Շատ ճաշ չենք սարքում, իրան անենց ենք անում փոքր հատվածների վերածվեն, ու հիմա նայեք, լցնելու եմ այստեղ, որպեսի քամվի, ես հիմա գնում եմ բերեմ լոլիկ, մի անգամից լվացած, մի անգամից կտրտելու եմ, անցնենք առ, եթե շատ ժամանակ եմ ունենում, սենց դնում եմ, 5 ժամ սենց կտրտում եմ, սիրում, բայց եթե արագ եմ ուզում, ամբողջը այսենց օդի մեջ, ու առանց կեղևը հանելու երեխեք, այսինքն ուղղակի կտրտեք, էլի միքսերում ենք, որ 5 ժամ չկտրտենք, հեսա վերջում կտենակ ինչի համար եմ ես ջուրը քամում, որ համ ջրիկ չլինի, ջուր չարտադրի, որտև ինչ կտրտում ենք, հետո իրանք ջուր են արտադրում, ահա, հիմա այս էլ եմ փակում, նորից շուռ ենք տալիս ստեղ, սպասում ենք քամվի, նույն ձև անելու ենք սխտորը, կանաչին, և այս պահին իմ ձեռքի տակ ոչինչ չկա, որ դա դաբավ կանեմ, դրա համար այդքան։ Դա գնալով դեռ նայք ջուրը բաց թողնում, հրցնում եմ ափսը, տոմատի մասուկ գթալ, այսենց մեծ, վլացնում եմ ձետ, քամված, պոմիդորը, սխտորը, պղպեղը, այսից, կարմիր պիպար, սև պիպար, լվոր այդքան չի։ Ջուրը գնացել է, ինքը դարձել է անհամը ու խառնում ենք, տեսնենք ինչ ստացանք, իմ ջարդցահորն էլ է։ Ակեք ուղղակի համը չասեմ ինչ է։
Այս վերցրել եք փորձարկելու համար։ Ուրեմն համոտենամ ինչա։ Չորացած։ Ոնց դնեմ, սենց դնեմ երևի։ Մտածում եմ, որ սերուցքային պանիրը չփչացնեմ ամանի մեջ լցնելով զուտ սիրուն տեսքի համար, այլ հատիկ հատուկ կսեմ հացի վրա։ Վերցնում ենք, այսինքն կսում ենք, շոտ համովամարյանն այս սերուցքային պանիրն է, սա գովազ չի, որ գովազ լինենից եկավ կտային դրա համար, շոտ եմ սիրում, որ վրան շատ է լինում, քիչ չեմ սիրում, որ քիչ է լինում, որտեղ ամբողջ ահամի իմաստես։ Կպատրաստեմ պիցան, ճիշտ է, խմորը արդեն մեջտեղից փլվել է, որովհետև չեմ հասկանում ինչի, բայց երբ որ խմորը դնում են տոպրակի մեջ, վրան ինչքան ծանր բան կա, շարում են ու խմոր չենք ունենում, կամ ձեռքը բռնած պետք է լինենք, բայց ինչևիցե ինչ ունենք դա կսարքենք։ Հիմա բերում ենք գծու ենք անում ամբողջ երեսին, հետո անելու ենք մայոնեզ, կետչուպ ու շարելու ենք վրան այն, ինչ ունենք։ Այսենց։ Թող չգիտեմ, ձուն այս կողմի վրա շատ լինի, յանի մտածում ենք, որ դա էլ կպչունություն կտա, բայց դժվար թե տա, սենց մեկը չենք ձեռքում։ Անում ենք մայոնեզ, կետչուպին պետք է խնդրենք, որ գա, որտեղ վերջանում է։ Հիմա ես պիցան դնում եմ գազօջախում, բայց իրան չեմ միացնելու եմ մենակ այն ժամանակ, երբ որ իմ պաստան արդեն եփելու վրա է լինում, որովհետև այս խմորները իրանք շատ արագ են եփում, իսկ ամեն ինչ կա իր վրա համարյա եփած վիճակում է գտնվում։ Միջարդ հաղորդում եմ նայում, եթե ձայնը լսեք իրեն։ Ու անցնում ենք պաստայի պատրաստման։ Միացնում ենք գազը ձեթով տապակելու եմ, որից հետո սպասելու եմ իրա եփվելու եմ վերջին 10 րոպեում ու տեղ սկսելու այլ պրոցես։ Որ արդեն ուզում եմ հանեմ օրինակ խառնեմ, իրան այսինքն հանում տեղադրում եմ, որ ձեռքս չպային։ Ու գթալն դնում եմ կողքը ու տենց, ուսմա շատ հարմար բան է, մի քիչ թույլ էր սկզբում թվում էր, թե որ չի պայի, բայց պահեց լավ էլ։ Ես հիմա իրա վրա կավելացնեմ մեկ գթալ տոմատի մածուկ։ Այսքան մի քիչ էլ ավել, լավ խառնում ենք, որ սենց կարմիր տեսնենք էլի ներսում, ես տոմատ շատ եմ սիրում, համարյա ամեն ինչի վրա հենց տոմատ եմ օգտագործում, ոչ թե կետչուպ։ Մի 10 րոպե հանում ենք, վրան պարմեզան ենք անելու ու պիցանը արդեն միացել եմ, պիցան բացի արագ է եփում, սենց հավեսը տակ գտնեմ։ Ես իմիջայլոց չեմ սիրում ընդհանրապես երկրորդ օրվա ուտելիք, աշխատում եմ փոքր չափաբաժիններ սարքեմ, որ երկրորդ օրը արդեն նոր բան սարքեմ, չգիտեմ, նույնիսկ տաքացնելով չեմ սիրում, տաքացնելով մենակ ուտում եմ ճաշերը ու փլավի մի երկու տեսականը կա, որ տաքացնելով երկրորդ օրը սիրում եմ։ Մնացած դեպքերում քիչ եմ սարքում այդ պահի համար, կամ այդ օրվա համար մենակ։ Մեր պաստաներն էլ են պատրաստ ու հիմա ավելացնում եմ պարմեզան ու շատ պարմեզան, շատ։ Պիցան էլ արդեն պատրաստ, սխալ ռեժիմ էի միացրել ու վրայի պանիրը լավ չի հանդիպել, բայց գիտեմ, որ այփած է հաստատ։ Ահա ձեզ ցույց եմ տալիս հակառակ կողմից ինչ ունենք, այսինքն գեղեցիկ իտալական ընթրիք։ Հիմա մենք փորձարկում առաջինը պաստան, նայքիցյուն ամաններում է։ Պարմեզան շատ ամով է։ Հիմա փորձարկում ենք այս մեկը։ Ես մինչև պաստան չուտեմ, պիցա չեմ ուտելու, պիցան այն հասարակ բան է, հաստատ բոլորը տունը անել։ Ինչ-որ փորձարկելու, ես թվում է կարիք չկա, բայց այսի շոտ հետո քրքիր է, այս հացի հետ ու պանրի հետ ոնց է նայվում, որտեղ համադրությունը լավն է։ Իդեալական։
Այսքան ժամանակ եմ հացի վրա արել, եթե սենց համով հացեր կային։ Ամեն ինչ իդեալական էր, ու եթե ձեզ դուր եկավ այս վիդեոյի ֆորմատը, կարեք ներքև գրեք հաջորդը ինչ պատրաստենք կամ ինչ խոհանոցի փորձարկում անենք։ Չմոռանաք ինձ հետևել Instagram-ում, TikTok-ում, YouTube-ում, բոլոր տեղերում սրտիկում ենք ու հետևում։